Հունիսի 1-ին տեղի է ունեցել աջակցություն Հայաստանում վիզաների ազատականացման երկխոսությանը, սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության եւ իրավապահ մարմինների բարեփոխումների ոլորտներում ծրագրի մեկնարկի արարողությունը։ Եվրամիությունը 2.2 միլիոն եվրո է հատկացնում Հայաստանին վիզաների ազատականացման գործընթացին աջակցելու նպատակով։ Ֆինանսավորումը կուղղվի սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության եւ իրավապահ համակարգի բարեփոխումներին։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ սա Հայաստանում առաջին ծրագիրն է, որն ուղղակիորեն աջակցում է վիզաների ազատականացման գործընթացին։ Նրա խոսքով ծրագիրը կարևոր քայլ է Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ եւ արժանապատիվ տեղաշարժի հնարավորությունների ընդլայնման, ինչպես նաեւ մարդկային կապերի ամրապնդման ճանապարհին։ Նախարարը կարևորել է նաեւ ԵՄ անդամ պետությունների հետ գործընկերության խորացումը, նշելով, որ ծրագիրն իրականացվում է Լիտվայի Հանրապետության հետ համագործակցությամբ։ Արփինե Սարգսյանի խոսքով վարչապետի առաջնորդությամբ Հայաստանը նպատակ ունի հնարավորինս արագ հասնել ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմի հաստատմանը եւ ներքին գործերի նախարարությունը շարունակելու է հետեւողական աշխատանքն այդ ուղղությամբ։ Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը, Լիտվայի Հանրապետության ներքին գործերի փոխնախարար Գինտարաս Ալեքսանդրավիչուսը, Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը։ ԵՄ եւ Լիտվայի բարձրաստիճան ներկայացուցիչները բարձր են գնահատել Հայաստանի արձանագրած առաջընթացը, ընդգծելով, որ ներքին գործերի նախարարության համակարգմամբ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում իրականացվող բարեփոխումներն արդեն տալիս են տեսանելի եւ շոշափելի արդյունքներ։ Ծրագրի թիմի ղեկավար Էվելինա Գուձինսկայտեն ներկայացրել է ծրագրի հիմնական ուղղություններն ու նախատեսված միջոցառումները։ Աջակցություն Հայաստանում վիզաների ազատականացման երկխոսությանը, սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության եւ իրավապահ մարմինների բարեփոխումների ոլորտներում ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ, Լիտվայի Հանրապետության կողմից, ներքին գործերի նախարարության հետ սերտ համագործակցությամբ։